Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Նպատակասլաց, աշխատասեր եւ երբեք չհանձնվող։ Մեր այսօրվա հյուրի գործարար, գյուտարար, ռոլլայն ընկերության հիմնադիր Մանվել Ենգիբարյանի համար չկան փակ դռներ եւ անիրականանալի երազանքներ։ Դրանք հերթական նպատակներ են։ Իր գաղափարներով եւ միշտ առաջ գնալու իր կամքով նա կարողացել է հայկական միտքը հասցնել միջազգային հարթակ։ Ինքը ստեղծագործական միտք ունի, ինժեներական միտք ունի։ Զարմանալի հոտառություն ունի գյուտարարի։ Անպայման կանի ինքը ինչ ուզում է։ Շատ բարի մարդ է եւ բոլորին օգնում է։ Նպատակասլաց է, արարող, ստեղծող, ուղղորդող։ Մանվելն այն մարդն է, ով սովորեցրեց մեքենաներին հարգել մեր դարավոր ավանդույթները։ Բարև ձեզ, պարոն Ենգիբարյան։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Ես ուզում եմ մենք ամենասկզբում մեր զրույցի գնանք դեպի մանկություն, հիշենք Էքզյուպերիին, ով ասում է, որ մարդը գալիս է իր մանկությունից։ Ու հենց իրոք մանկության շրջանում է, որ ձևավորվում է մեր բնավորությունը եւ դրվում է հիմքերը։ Դուք արմատներով Բայազետից եք։ Այո։ Բայց մեծացել եք Գավառում, ձեր Անահիտ տատիկի տանը, որովհետև ձեր ծնողները ուսանողներ էին եւ դուք պետք է ապրեիք տատիկի հետ։ Ծնողներս այդ ժամանական ընթացքում սովորում էին, դե այդ պատճառով էլ որոշեցին, որպեսզի ժամանակավոր մնամ տատիկի մոտ։ Այդ ժամանակավորը ստացվավ Շատ երկար ժամանակով, հա, ընկերներ ունեի, մանկապարտեզ, հետո դպրոց եւ այլը, դա համար ոնց որ սովորելի է, արդեն ոնց որ չէի ուզում այդ հայ էլի։ Տենց տատիկիս տունը մեծացել եմ մինչև 17 տարեկանը, հետո մեկնել եմ Ռուսաստանի Դաշնություն։ Ես գիտեմ, որ դուք մանկությունից սիրել եք խմորեղեններ։ Այդ սերը մնացել է։ Այո, հա, ցավոք սրտի, այո։ Դե շատ լավ, որովհետև ես ձեզ շատ համեղ քաղցրավենիք եմ հյուրասիրում Մարաշիից։ Սրճենք եւ զրուցենք, հա։ Շատ համեղ եմ Մարաշին, այնպես որ ձեր մանկության համերը նաեւ կվերհիշեք։ Այո, շնորհակալ եմ։ Մանկության տարիների ամենավառ հուշը ո՞րն է եղել։ Դե ամեն ինչն էլ լավ է եղել, էլի մանկության ժամանակ ոնց որ այդ կյանքի ամենալավ տարիներն են, բայց քանի որ փոքր ենք ելնում, դեռ այդ չենք գնահատում, չենք հասկանում, հետո մեծանում ենք, նոր հասկանում ենք։ Մանկապարտեզ էի գնում, 4-5 տարեկան էի, տենց մի հատ հեծանեվ էին գնել, հայրս էր բերել, կարծեմ ծնունդիս նվեր էր, տենց մի առիթով, այդ հեծանիվից ընկա, մանկապարտեզի հետ հայա, թե հենց մեր տան հետևն անգնում էլի, այդ ժամանակ էլ պապիկս գալիս էր ընդմիջման աշխատանքի տեղից ու տեսնում է, որ ես այդ հեծանիվը քշելուց, ոբշեմ հնգնում եմ, տենց երևի էմոցիաներով չխայնանում եմ, բանես երեխուն ես ինչ են բերել տվել, այդ հայ իրան ջարդա բանանա վեկալեց, այդ հեծանիվը տենց ջարդեց։ Ձեր պապիկը աշխատասեր եւ ստեղծագործ մարդ էր։ Շատ։ Մանկության այ մեծերի մեջ ամենաշատը ով է ձեր վրա ունեցել ազդեցությունը իր։ Հենց պապիկս, քերիս, մեր ժամանակ մի քիչ ուրիշ էր այդ ամեն ինչը ու մենք մի քիչ ուրիշ ձև էինք վերաբերվում մեծերին։ Աշխատասիրությունը հենց իրանք են երևի զարգացրեին մեջ։ Մինչև այսօր ես չեմ կարող պարապ մնամ։ Ես ինչ-որ մի բանով պետք է զբաղվեմ։ Ուղղակի այդ համ տունը նստեմ, չէ, էլի, դա չեմ կարող, դա իմ համար ամենամեծ տրագեդիան է։ Եթե բան էլ չկա անելու, պետք է մտածեմ, մի բան գտնեմ եւ անեք։ Հա։ Դպրոցում լավ եք սովորել։ Միջին։ Ձեր կյանքում ինչ դեր են ունեցել բակը եւ բակային խաղերը, բակային կռիվները, ընկերները, որտեղ դրանք տղամարդու ձևավորման գործում մեծ դեր են ունենում։ Այո, դրանք շատ մեծ դեր են ունեցել իմ կյանքում, շատ մեծ։ Իդեպ մեկ-մեկ ես հիմա որ մտածում եմ ու ամփոփում եմ, միտեղ էլ վախենում եմ, քանի որ մեր այսօրվա երեխաները համարյա այդ չեն տեսնում։
որովհետև ամբողջ օրը իրանք ոնց որ իրանց երախոսներով, իրանց այդ պլանշետներով, իրանց on-line խաղերով, on-line շփումով։ Դե մեր ժամանակ էդի չկար, այդ ամեն ինչը մենք տենց ձևավորվում էինք այդ ժամանակում, հա, մենք սովորում էինք մեկս մյուսից, ձևավորվում էինք եւ դա շատ կարեւոր Այո, տղայի ողնաշարը, ներքին ողնաշարը սարքելու համար բակը շատ կարևոր է։ Այո, այո։ Իսկ այ փոքր քաղաքում ինչի մասին էին ձեր մեծ երազանքները։ Միշտ երազել եմ, որ արտադրությունով զբաղվեմ, բիզնեսով զբաղվեմ։ Իսկ ինչու հենց բիզնեսով։ Իսկ ինչով պետք է զբաղվես, եթե ուզենաս մեծ գումարներ աշխատես, ինձ թվում է բիզնեսից բացի օրինական ճանապարհով ոչ մի բանով, հա։ Մանկությունից շատ հետաքրքրասեր էր։ Ամեն ինչով հետաքրքրվում էր։ Այդ փոքր տարիքում նաև նկարում էր, ինքը սիրում էր նկարել։ Ու անընդհատ իր միտքը մի տեղ չէր կողնում, անընդհատ նորություններ էր փնտրում, հետաքրքրություններ էր ուզում գտնել, անընդհատ փոխում էր հետաքրքրությունների շրջանակը։ Դպրոցում ինքը լավ էր սովորում, աշխույժ շատ կարգապահ էր, 12 տարեկանից որոշեց, որ ինչ-որ բանով զբաղվի։ Չեմ ասում բիզնես, բայց նա օղաթափերի արտադրություն դրեց այդ փոքր տարիքում։ Ուզում էր մի բարիք, մի օրժեք ստեղծեր, ինքը փող աշխատեր։ Իր միտքը այդ ուղղությամբ էր անընդհատ զբաղված, թե ինչ անեմ, որ մի բան ավելացնեմ, փող աշխատեմ, հետո ընդլայնեմ։ Ինքը ուզում էր, որ անպայման մի ստեղծագործություն լինի իրանից, թեկուզ եւ հասարակ օճառի տեսքով, թեկուզ եւ հասարակ մակարոնի տեսքով, մի խոսքով այդ ներքին աշխարհը, նրա ներքին աշխարհը մշտապես պայքարի մեջ էր ստեղծելու համար։ Հետաքրքիր է, որ եւ ասում էր հաջողության։ Նա չէր սիրում, ասենք, մի գործը սկսել եւ կանգ առնել։ Նա սիրում էր, որ մինչեւ վերջ գնալ եւ ստեղծել, եւ այդ ստեղծագործությունը մնայուն դառնա։ Նրա ամբողջ էությունը ստեղծելու եւ մնայուն լինելու մեջ էր։ Ստեղծելու շնորհքը ձեր մոտ դրսևորվել է դեռ դպրոցական տարիներից։ Մի հողատարածք կար ձեր հողատարածքի հարևանությամբ եւ ամառային արձակուրդներին երեխա խաղանելով դուք այդտեղ շինություն կառուցեցիք։ Այո, այո։ Այն ժամանակ կար 0 դասարան, որ ինձ տարան դպրոց։ Մեր դասատուն Արեգա Լիվոնովնան, որի հետ մենք մինչև այսօր շատ լավ կապի մեջ ենք, տվեց մեզ այդպես կոնստրուկտորներին այն ժամանակ, այդպես տարբեր, այստից սկսեցի հավաքել, չեմ հիշում, մեքենա էր ինչ էր տեսա, որ սիրուն բան եմ հավաքել, վերցրեց դրեր էր այդ դարակի վրա, էլի, այդպես այդ ժամանակից, հա, այդ ժամանակից այդպես սիրել եմ ինչ որ մի բան ստեղծելը։ Իսկ այդ շինությունը ո՞նց սարքեցիք։ Մեր կողքը հող կար, ոնց որ այդ հողը ոչ մեկին էլ չէր, ու մանկապարտեզը, հետևի մանկապարտեզը, հետի ուզում էր կգવે իրանք վերցնեին իրանցը, դեպո ֆակտու իրանք այդ օգտագործում էին այդտեղ ճամբարին դնում, հիշում եք այն վաղ պիոներական ճամբարներ են աստղով, բանով, դες բաներ էին անում այդտեղ։ Պապիկս ասավ, ստեղ մի բան կարա սարքես, դե ասի ինչ դա, ասավ, սենց մի բան սարքա դե էլի, թե չգիտեմ ինչ էր մտածում, որ տենց ասավ։ Հիմա ինչ եք կարծում, ինչի համար եք դա ասում։ Չեմ անում էլի, երևի թե ստացվեր այն ինչ որ ստացվավ, երևի նրա համար։ Սկսեցի սարքելը, քարիցի սարքում բան, բայց որ հենց գալիս էր ծախսը անելու ժամանակները, հենց բայց կողքն էլ մենք տուն էինք սարքում մեծ, ասում եմ ցեմենտ բան, ասում էր չէ ցեմենտ, մեմենտից գործ չունես, այնի շենքի վրա է օգտագործվում։ Դու հողով արա, այնա մեր պապերը հողով են արել, տենց հողով շարումի, հա, ցեխի տեղը հողի օգտագործում, տենց ոնց որ շենք դարձավ էլի դե, հետագայում վատ տարիներ որ սկսվան, երկու հատ կով
Պապիկս առավ այդ կողերը, դաժե մենք այդտեղ պահում ենք, էլի։ Այդպիսի շինություն էր ստացվել։ Ու այդ շինության հետևանքով էլ ոնց որ այդ հողակտորը տրամադրեցին մեզ։ Գոմ էր սարքում, ես ինչ գիտեմ, հավերին բուն էր սարքում։ Մի խոսքով այդ տնտեսական խնդիրները նրա մոտ շատ բարձր աստիճանի վրա էին։ Պապիկն էլ իր մայրական կողմի պապիկն էլ միշտ օգնում էր, որպեսզի ասենք նա հասնի իր նպատակին։ Փող սկսեցիք աշխատել դեռ պատանեկության տարիներից, 12 տարեկանում ընկերներով բոլորից գաղտնի հողաթափեր էիք կարում։ Մեր կողքի հարևանը կոշկակար էր, կոշկի ֆաբրիկայում էր աշխատում, նաև ինքը տունը իր համար տենց առանձին հողաթափեր էր պատրաստում եւ տենց վաճառում էր։ Գնացի իր մոտ սովորա, հետո իր մոտ աշխատում էի արդեն։ Տանը ոչ ոք չգիտեր դրա մասին։ Չէ, որովհետեւ չէին թողի, հա, դասին ինչ աշխատանք, ինչ բանից, ինչ ես անում։ Գնա դասերը սովորի տենց։ Հետո բա ձեր գործը ո՞նց դրեցիք ընկերներով։ Ամառային արձակուրդների ժամանակ մեր հենց տան դեմը հանքային ջրերի գործարանն էր, այդ ժամանակ Սևան հանքային ջրերի գործարանը, այդտեղ ընդունվա աշխատանքի, ցերեկվա ժամերին այդտեղ է աշխատում, առավոտից մինչև ժամը 5-ը։ Դրանից հետո էլ հողաթափերի արտադրամասում էի աշխատում, ոնց որ տես մի քիչ գումար հավաքեցի, հա, երկու տեղ աշխատում եմ։ Եվ որոշեցիք սեփական բիզնեսը բացել։ Հա, դե իհարկե ընկերոջս տունը տենց պատվալային մաս կար, այդ փոքր պատվալային մասում բացեցինք մեր փոքր տենց ասած արտադրությունը երկուսով, ես էլ իրանն էլ սովորացրեցի, ոնց որ տենց իրար հետ աշխատում ենք, արտադրում ենք, հետո մի հատ էլի ընկերուհին էինք, ինքն է վաճառում էր։ Հետո ավելի ընդլայնեցինք, 5 հոգով աշխատում էինք, կարում էինք եւ արդեն այդ տարիքում մեր այդ կարածը, այդ ինչ արտադրում էինք, արդեն ոնց որ տես նապատոկի էր, էլի, ասենք ինչ որ process-ներ էլ դաժե ավտոմատիզացրել էինք այդ ժամանակ։ Ու պատկերացրեք, այդ ժամանակ արդեն մենք էդի կարում էինք, ուղարկում էինք Ռուսաստան։ Արդեն ոչ թե գավառում էինք վաճառում, այլ արդեն ուղարկում էինք Ռուսաստան։ Նորից հստակեցնեմ, հա 12 տարեկան էիք, չէ՞։ Որ արդեն Ռուսաստան ենք ուղարկում, արդեն 13-14 տարեկան ժամանակներն էր, հա։ Բրավո ձեզ։ Հա։ Այդ հողաթափերի արտադրությունը, որ կազմակերպեց, դա պատահական չէ։ Նա սիրում էր, որ անպայման օգնի, փող ունենա, միջոց ունենա, որպեսզի կարողանա այդ միջոցներով այդ հողաթափերի ստեղծել, հողաթափերը արհեստանոցը մշտապես պահել։ Այդ տարիները ձեզ ինչպես կոփեցին։ Տարիները սովորացրեցին համառություն, ռիսկի գնալ, չվախենալ, շատ բաներ սովորացրին, հնարավոր է, որ այդ տարիներին չզբաղվեի այդ գործունեությունով, կարող է պատահեր ընդհանրապես չզբաղվեի։ Ձեր պարագայում ես չեմ պատկերացնում, որովհետև դուք ազատության մարդ եք, իսկ բիզնեսը ազատության մասին է։ Այո։ Ձեզ չեմ պատկերացնում որևէ պետական հիմնարկում աշխատելիս։ Չէ, դա ես երբեք ինչ չեմ պատկերացնել, ճիշտ ասած, երբեք, չէ։ 17 տարեկանում դուք Հայաստանում թողեցիք ամեն ինչ եւ մեկնեցիք Սանկտ Պետերբուրգ։ Այո։ Ես կարծում եմ, որ դա ձեր կյանքի շրջադարձային փուլն էր։ Հա։ Դժվար չէր մենակ հայտնվել օտար քաղաքում։ Ինձ համար դա շատ հետաքրքիր է եղել։ Դժվարություններ սիրում եք հաղթահարել։ Հա, Իսկ ամենադժվար պահը ո՞րն էր։ որ դու ոչ փող ունես, ոչ տուն ունես, ոչ բարեկամ ունես, ոչ մի բան չունես, ցուրտ փողոցում կանգնած ես ու դի մտածես ուր եթաս ինչ անես։ Դա դժվար է։ Բանվորությունն էլ օրե երբեմն փող էլ չունեցե, այդեն սիտուացիաներ էլ է, բայց ինքը սխալ քայլ չոր է կյանքում։ Ամենակարևորն է դա, որ օտար երկիր, օտար միջավայր ինքը ճիշտ ուղով է գնացել։ Կարողացե կոյանալ օտար երկրում,
սխալ քայլեր չանել, մտածված անել ամեն ինչը։ Դուք կարողացաք տարբեր ոլորտներում ձեզ փորձել, կարի արտադրամաս շինարարություն, տարբեր բիզնեսներ եւ վերջապես կանգառակ հայկական լավաշի արտադրության վրա։ 95 թվականից ես ծանոթացա հացի արտադրության հետ, դե լավաշի արտադրության, լավաշի թխման process-ի հետ մանկուց ծանոթ եմ, քանի որ տատիկս էլ էր թխում լավաշ, թունդիրի մեջ եւ ամեն ինչը տեսել եմ, գիտեմ։ Իսկ ինչպես դուք փոխեցիք ոլորտը, հա, ինչու անցաք դեպի հացի արտադրություն։ Ես այդ հացի արտադրությունով ինչև Ռուսաստանում սկսել եմ կոշիկի բիզնեսը, Ռուսաստան դե գնացի առանց ոչ մի բանի։ Գնացի այնտեղ ընդունվա աշխատանքի, բնակարան գտա, տարբեր տեղեր աշխատելուց հետո աշխատեցի հացի արտադրամասում։ Մնացած աշխատանքներից ավելի շատ էր դուր գալիս այդ աշխատանքը։ Այդ հացի ու մակարոն դες բանի արտադրությունները աշխատել եմ սկզբից, հետո իմ արտադրությունն եմ բացել, փոքր, բայց նաև զուգահեռ զբաղվել եմ կոշիկի արտադրությունով էլ։ Եվ որ կոշիկի բիզնեսի վրա վերջակետը դրեցի, արդեն ավելի շատ ուժեղացրեցի հացի արտադրությունը։ Դե այդ ընթացքում ճիշտ է, տենց շատ տարբեր բիզնեսներով եմ զբաղվել, շինարարությունով, օճառի արտադրությունով, սպեցաձեժդայի արտադրությունով, վաճառքով, բայց այդ հացի արտադրությունը միշտ զբաղվել եմ դրանով։ Նա գյուտարարությունները լավ է, այս հացի այդ աստոսները որ զորքել լրիվ իրա մտա աղացումով դետալ ինքը օրե ստեղծե հավաքը աշխատացրե լավն ու վատը ճիշտ ու սխալը տեսե ուղը որ կոտարյալ լինի ամեն ինչը։ Իսկ հիմա պարոն Ենգիբարյան, կանգնենք այն ամենակարևորի վրա, հա, հացի արտադրության մեջ, լավաշի հոսքագծերի գաղափարը ինչպես ծնվեց եւ դա միանգամից եղավ, թե երկար փնտրտունքների արդյունք էր։ Ահագին տարիների քրտնաջան, համար աշխատանքի, ներդրումների, թե ֆինանսական, թե մտքի։ Այո, դրա հետևանքն էր, միանգամից դա ոնց կարար լիներ։ Մի քանի խնդիր այլ է, հիմնական այդ բիզնեսին զարգացումը խանգարելու, դա եղել է աշխատուժը, արտադրության մեծացումը, հա, որ էլի հնարավոր չէր այդ պայմաններում, ասենք, եթե արտադրությունը հիմնված է 3000 հացի վրա, հա, դու կարող ես 3500-ը այսօր թխես, բայց որ հանգարց որ ինչ-որ մի կլիենտ ասա ինձ էլ տուր չես կարա տաս այդ պահին։ Դրա համար նախապատրաստվել է պետք մեծացնել, մարդիկ ավելացնել, ապարուտովանին ավելացնել եւ այլն։ Դա էլ էր մեծ խնդիր, որովհետեւ քո քանակությունից ավել էլ դու չէիր կարող տեղը թայր։ Այս ձեր թվարկած բոլոր կետերը ավտոմատիզացիան եկավ եւ լուծեց, չէ՞ հարցերը։ Այո, ավտոմատիզացիան այդ հարցերը սաղ լուծեց։ Մանվելի հետ մեր համագործակցությունը դա լավ ապացույց է, թե ինչպես կարող է գաղափարը վերածվի արտոնագրերի, առանց արտոնագրի գյուտը նման է մի տան, որը կողպեկ չունի, մտիր, վերցրու ինչ ուզում ես։ Իսկ արտոնագիրը դա հուսալի կողպեկ է, որ ամրագրում է սեփականատիրոջ բացառիկ իրավունքը եւ ուրիշը առանց իր թույլտվության չի կարող դա օգտագործի։ Մանվելն ունի 13 արտոնագիր, որոնցից 12-ը վերաբերում են հայկական ավանդական լավաշի արտադրության ավտոմատացված գծերին։ Վերջինը վերաբերում է այդ լավաշից չիպսեր ստանալու ավտոմատացված սարքավորմանը։ Իդեպ ասեմ, որ Մանվելը պահանջում էր անպայման բոլոր արտոնագրերում տեքստում, երբ որ գրում եք լավաշ, անպայման գրել հայկական լավաշ, ինչը շատ կարևոր է, հատկապես այս պարագայում, քանի որ
Ոչ միայն այդ 13 արտոնագրերը Հայաստանում են ստացվել, այլ նաև օգտվելով Եվրասիական արտոնագրային համակարգով ստացվել են 13 արտոնագրեր, նաև Եվրասիական արտոնագրեր, որոնք գործում են 8 նախկին սովետական երկրներում։ Եվ բոլոր տեղերը նաև գրած է արմյանսկի լավաշ։ Շատ գյուտարարներ եմ տեսել, շատ։ Մանվելը այն շատ քչերից է, ով շատ լավ ինժեներ է ուղղակի։ Միանգամից նա կարա գտնի շատ պարզ լուծում ամենաբարձ խնդրի համար։ Դա շատ քչերն են դա կարողանում։ Սովորաբար շատ բարդ ճանապարհով են սկսում գնալ, շատ բարդ բաների մասին մտածել։ Մանվելը շատ հասարակ, պարզ եղանակներով լուծում է շատ բարդ խնդիրներ։ Օրինակ կոնկրետ այս լավաշի դեպքում նպատակը ոչ միայն նա է, որ այնտեղ օրական ես եմ մի 10,000, 20,000, եթե չեմ սխալվում, մինչև 40,000 լավաշ է տխում իր այդ հոսքագիծը, այլ նաև պահպանել որակը, ինչը շատ դժվար է նման դեպքում, երբ որ քանակի մասին է խոսքը գնում, պահպանել նույն որակը, ինչը որ տնական պայմաններում տխում են։ Այսօր ձեր գյուտի շնորհիվ, հա, այդ տեխնոլոգիայի ամբողջ աշխարհին ներկայանում է հայկական լավաշը։ Մեծ քանակությամբ ամբողջ աշխարհում սպառվում է հայկական լավաշը, որի վրա հայերեն տառերով գրված է հայկական լավաշ։ Ձեր զգացողությունը։ Մեծ պարտություն է, հա, որ մեր հայկական լավաշը, որպես մեր մշակույթ, որպես մեր հայերի մշակույթ, նամանավանդ ճանաչված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահանջարկ ունի, այդ շատ մեծ աշխատանք է ու շատ մեծ ռեզուլտատ է։ Ես դրանից շատ գոհ եմ։ Բայց նաև մեծ բավականություն եմ ստանում, որ բիզնեսմենները տարբեր սկսած անհատ ձեռներեսերից վերջացրած մեծ հացի կոմբինատներով, որ իրանք կարում են այսօր արտադրեն հայկական լավաշը առանց որևիցե խնդրի։ Ինչը դուք ժամանակին հաղթահարել եք։ Այո։ Պաշտպանելով մեր մշակումները, մեր տեխնոլոգիաները, կոնկրետ այս դեպքում լավաշի արտադրության տեխնոլոգիան, մենք աշխարհին հասկանալի լեզվով ճանաչել ենք դարձնում մեր ազգային նաև մշակույթը, լավաշն էլ է մշակույթի մի մաս։ Իհարկե իր հայրենասիրությունը ես արդեն ասացի, որ ինքը պահանջում էր եւ գյուտերում, հենց վերնագրերում այդպես է հայկական լավաշի արտադրության հոսքագիծ եւ ռուսերեն, արմյանսկի լավաշ եւ հայերեն հայկական լավաշ բարակապակցություն ինքը պահանջում է, որ միշտ լինի։ Հասկանալի է, որ վաղը մեր հարևանները ոնց որ դոլման իրանցով արեցին, մեկ էլ վաղը լավաշը իրանցը կդառնա, մածուն իրանցը կդնի եւ այլ։ Նրանք ինչ այդ մի բանը կարողանում են իրանց չունեցած աշխարհին ներկայացնել, իսկ մենք մեր ունեցած չենք կարողանում ներկայացնել։ Դա ոչ միայն գյուտերի ասպարեզում է վերաբերում, այլ շատ եւ շատ ասպարեզներում, գրեթե բոլոր ասպարեզներում։ Պարոն Ենգիբարյան, եթե մենք հիմա հետ ենք անցնում ձեր կյանքի վրայով, այն առաջին քարը, որ դրեցիք, երբ հողամասում շենքն եք ձեր ձեռքով կառուցում եւ մինչեւ լավաշի հոսքագծերի գյուտը, բնականաբար այդ ճանապարհին, այդ գործերի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր չեն հավատացել, որովհետև միշտ ձեր երազանքների մասշտաբը դուք բարձր եք դրել։ Ինչպես եք հաղթահարել այդ իրենց չհավատալը։ Վայ, ես ամենաառաջինը հենց նրանցից եմ գոհ։ Որ լինում է ժամանակներ, որ իրականում հասկանում ես, որ հենց ամենակարևոր մարդիկ հենց իրանք են ելա քո կյանքում։ Առաջ մղող ուժը։ Այո։ Ոչ թե նրանք, որոնք որ քո կողը ասեն, հա, լավ, աղբեր ջան, ոնց որ բան, բայց չէ, հենց նրանք են ելած կարևորը, որ ոնց որ sense ասեմ մեր լեզվով քեզ գցել են թասիբի։ Հիմա կողքինների մասին էլ հա խոսենք ձեր հետ քայլողների, ձեր բիզնեսի գործընկերների, սկսած 12 տարեկան եւ մինչ այսօր։ Ինչ է կարևոր բիզնեսում, երբ դու ընտրում ես գործընկեր։ Վստահությունը, ամենաառաջինը, եթե վստահություն չի լավ, գործը ոչ կստացվի, ոչ ման չի լինի, во всяком случае լավ բան դուրս չի գա տեղից։ Պետքա վստահ լինես, պետքա վստահես, լրիվ են մտքերը, որ կարան
քեզ այցել են վատ մտքերը լրիվ քշես։ Գործի մեջ իր համար չէ բար չկա։ Նույն այդ ամեն ինչը փոխանցվում է մեզի։ Նույնպես մենք գործի մեջ մեր համար չէ բար չկա։ Գործի մեջ միշտ կա խնդիրներ, խնդիրներ, մենք փորձում ենք լուծենք։ Իսկ եթե չենք կարող այդ խնդիրները, խնդիրները լուծենք, նոր ասում ենք պարոն Ենգիբայրյանին, պարոն Ենգիբայրյանը գալիս է, ասում է, ցույց է տալի, ուղղորդում է, որ մենք այդ ամեն ինչը ճիշտ անենք ու խնդրի առաջ չկանգնենք։ Առավոտը ցիրիկը աշխատում է, շաբաթ կիրակի չունի։ Շատ աշխատում ու կամքի ուժ ունի։ Չի հանձնվում դժվարությունների։ Ընդհանրապես շատ պատասխանատու է, թե կյանքում, թե ընտանիքում, թե գործի մեջ մոննավատ, շատ բծախնդիր է։ Պետք է ամեն ինչ իդեալական ճշտությամբ կատարվի իր աշխատանքի մեջ։ Իմ համարյա սաղ գործընկերները, որ մենք իրար ճանաչել ենք հենց այդ 6-7 տարեկանից, հա, իրար այդ դպրոց ենք գնացել, իրար դասարան ենք եղել, մի դպրոցից ենք եղել, մի քաղաքից ենք եղել, մի բակից ենք եղել, հիմնականում այդպիսի գործընկերներն են։ Կապը պահում եք, չէ՞, դպրոցի, մանկության ընկերների եւ քաղաքի հետ։ Իհարկե։ Ինչքան հնարավոր է, գնում եմ, այցելում եմ, իմ ընկերներից ով մնացել է դեռ ապրում այնտեղ, հանդիպում ենք։ Հարուստ եք, չէ՞, ընկերներով։ Հա, Ընկերության մեջ ինչն է կարևոր։ էլի կասեի վստահությունը, ազնվությունը, մեկը մեկի նկատմամբ։ Ինքը ընկերության մեջ շատ լավ ընկեր է, ինքը պարտաճանաչ, պունկտուալ ու ամենակարևորը ազնիվ մարդ է։ Ու այդ ամեն ինչը նույնը ինքը ակնկալում է դիմացինից։ Ու այդ ամենի հետ մեկտեղ էլ ամենակարևորը թե գործնական թե ընկերության մեջ ամենակարևորը դա մաքրությունն է, ազնվությունը ու փոխադարձ հարգանքը։ Ես իրանից ամենակարևոր բանը վերցրել եմ ազնվությունը, աշխատասիրությունը, գործնական հարաբերություն շփվելու ձևը մարդկանց հետ։ Ամենակարևոր բանը, որ ես վերցրել եմ, այդ երեքն է։ Ուղղակի շատ լավ մարդ։ Ճիշտ է, մեր հարաբերությունները զուտ ծառայողական են, բան եւ այլն, բայց դա էլ մեծ նշանակություն ունի, թե ինչ մարդու հետ ես դու աշխատում։ Հայկական մի շատ լավ բարեմաղթանք կա, 7 որդով սեղան նստես, դուք դա իրագործել եք, 7 զավակ ունեք։ Կոնկրետ այդ թիմը դες պլանավորված չի եղել, հենց ստացվել է։ Պարոն Ենգիբայրյան, մի քանի անգամ ես զանգել եմ ձեզ եւ այնպես է ստացվել, որ դուք ասել եք, որ հիմա երեխաներիս հետ եմ, հիմա զբաղված եմ, որովհետեւ երեխաներիս հետ եմ, եւ ես կարծում եմ, որ դրանք ուղղակի պատահականություններ չեն եղել, դա ձեր կյանքում օրինաչափություն է, դուք շատ ժամանակ եք հատկացնում երեխաներին։ Դե հա, երեխաները շատ են, ես մենակ, էլի։ Պետք է հասցնեմ։ Հասցնում եք։ Հա, աշխատում եմ հասցնեմ, միշտ աշխատում եմ իմ երեխեքին, բացի դպրոցը, ուսումը, ուղղությունը սպորտի, ու փորձում եմ իրանցնել ներգրավեմ բիզնեսի մեջ, մեծը իմ 16 տարեկան է, հետո 15 տարեկան է։ Ինքը բոլոր երեխեքի նկատմամբ մեծ պատասխանատվություն ունի ու ինքն է դոմինիշնում չթող որ մի ուրիշը օնը ինքը կոնը որ մեկ էլ նոսը դու ես իշխան չէ ասում չէ որ ինքը տենա ճիշտ այլ է ամեն ինչը Պապան համընկեր է համ այն հարցերում որ ջղայնություն պետք է պապան ընդ ջղայնա բայց պապան շատ բարի է ամեն ինչով օգնում է պապան ինքը ասում է ինչ լինի արեք ինձ ասեք ես կօգնեմ կասեմ ոնց ճիշտ անել Очень ответственный, любит всех своих детей, все успевает нам делать, подарки нам всем дарит хорошие. Շատ բարի, շատ հոգատար, շատ լավ։ Շատ նվիրված է։ Նրա մոտ ասենք տարբերություն չկա, երեխա է, մեծ է, փոքր է եւ այլն։
Ամենակարևորը դուք ինչ եք խոսում իրենց հետ։ Որ մարդ կողինին հարգա, նստված լինի, տենց վիսկչկա չլինի եւ այլ, էլի տենց շատ այդ ուղղություններով եմ փորձում հասկացնել, որ Ինչ որ դառնան լավ մարդիկ լինեն։ այո, կյանքում ճիշտ ճանապարհով քայլին։ Ես ուզում եմ այդպես լինեմ հոգատար, այդպես բարի, այդպես խելացի։ Իրեն տված խորհուրդը, իրեն տված խրատը մշտապես ուշադրության կենտրոնում այլ է իրեն, որպես ասենք մասնակցեն, տեսնեն, հաջողացնեն, հաջողվի իրանց կյանքը ավելի լավը դառնա։ Այդպիսի բնավորությամբ օժտված հայր էր ինքը։ Շատ հոգատար, բոլորի մասին մտածող, անհանգստացող, դաստիարակող, իր երեխեքին ճիշտ ուղղորդող ծնողա։ Իր խառնվածքի համար առաջի կետը պատասխանատվությունն է։ Պետք է իմանա, մենք ամեն ինչ ունենք, ամեն ինչով բավարարված ենք, առողջ ենք, ամեն բան մեր մոտ լավ է, մեզ առողջարան ուղարկա, ինքը շատ հոգսաշատ է։ Բացի իր աշխատանքը, նաև զես կենցաղով հոգսաշատ է ինքը։ Ամենաառաջի կետը իր համար երեխեքն ընտանիքն է։ Մանվելը ինձ համար որպես երեխաների մեծ նման էր լույսի ճառագայթի։ Այդ լուսավորվածությունը մենք իրանից ենք զգացել։ Ես սիրում եմ պապայել գնալ որսի գնանք, ասենք ձուկ բռնելու, կամ ավտո քշելու, вообще կամ քյավառ գնալու հետաքրքիր է պապայի ընկերների հետ։ Շատ եմ սիրում, որ ինձ էլ է վերցնում իր հետ։ Ես սիրում եմ ամեն ինչ իր հետ անել։ Есть одно воспоминание с детства. Я сидел, кушал на балконе, и папа вот такой огромный желтый квадрик принес нам. Ну, я очень обрадовался, сразу пошел, поездил с ним. Было очень круто, и мы с ним на этом квадрике еще ездили на горы. Պարգևներ, կոչումներ, մրցանակներ, դրանց պակասը դուք չունեք, ձեր գործը նկատվել է եւ արժևորվել է։ Եվ գիտեք, ես ինչ եմ նկատել, որ ամեն անգամ, երբ դուք ստանում եք հերթական պարգևը կամ մրցանակը, ձեր զավակները ձեր կողքին են։ Դա ձեր համար կարևոր է, որ իրենք անպայման դա տեսնեն եւ ինչի համար պիտի դա տեսնեն, վայելեն։ Այո, կարևոր է, որ իրանք տեսնեն, մտածեն այդ ուղղությամբ, որպեսզի իրանք էլ կարան ստեղծեն, արարեն եւ արժանանան ուշադրության։ Առաջ դուք մտածում էիք ունենալ բիզնես, ունենալ ազատություն, ունենալ փող, ունենալ դիրք։ Հիմա դուք այդ ամենը ունեք։ Այ հիմա որոնք են ձեր կյանքի առաջնահերթությունները։ Հիմա ինչի համար եք ուզում փող աշխատել։ Չէ, նայեք, դա մի քիչ էդի տենց չէ։ Այն հոգով սրտով բիզնեսմենները իրանք երբեք չեն հաշվում, որ իրանք ինչ-որ բան ունեն։ Ես ասում եմ, ես էլ вообще բան չեմ արել։ Գիտեք ինչքան բաներ ունեմ անելու։ Ես էլ ինչ եմ արել։ Իսկ բիզնեսը գաղափարի մասին է, թե փողի։ Գաղափարի։ Եթե ուղղությունը լիներ գումարը աշխատելը, դա մեկ ուրիշ ձևի կլիներ։ Չգիտեմ ինչ ապագա կունենար, ըստ երևույթի կարող է եւ երկար ապագա չունենար, շատ հավանական է։ Իսկ եթե քո բիզնեսը ինքը հենց ստեղծագործելն է, հիմքը չի լինում հաշվես էսի, դեժան անես, անի մի քիչ ավել առնես, անի մի քիչ թանկ ասես։ Դու ինչ աշխարհին տալիս ես, այն ստանում ես։ Բիզնեսը առանց ռիսկ չլինում։ Ուրիշներն ենքան ածոններ թեթևենոնում, զենցներ վախենում են այդ գործը ստեղծեն։ Բայց ինքը սիրում փորձարկել ամեն ինչը։ Ռիսկով ոնում ասում դե կստացվի էլի, դեպի լավն է մտածում անընդհատ։ Առաջի գիծը դա իր պրոգրես, բնավորություն, որ անընդհատ առաջ, սիրում առաջ եթալ։ Չկողնում նույն տեղում։ Ես կուզեի պապայի գծերից վերցնել են, որ целеустремленность ամենալավյա կачествоն է, որ միջև վերջ այդ համի մուզածին չնայած էդի ինչքան իմ համար դժվար կլինի։ Պարոն Ենգիբայրանից անձամբ ես շատ բան եմ սովորել, սովորում եմ ու դեռ պատրաստ եմ սովորել, որտեվ ինքը պրոստը տա կյանքում բան չի ասում։ Եթե ինքը մի բան ասում է, իր գործի հետ կապված, որտեվ
ինքը տարիների փորձ ունի, որ մենք այդ փորձը չունենք։ Դրա համար մենք միշտ անենց ենք անում, որ լսենք պարոն Ենգիբարյանին, իր ասածները, իր խորհուրդները ու ինքը իր գործի մեջ իմ համար իդեալ է, վարպետ է։ Ձեր ամենամեծ հաղթանակը դուք ո՞րն եք համարում։ Հայկական լավաշի դաստոյնի հոսքագիծ ստեղծելն է։ Կարող է շատ բարձր հնչի, բայց sense մի համեմատություն կարամ անեմ, տեսեք Կալաշնիկովը սարքեց զենքը, լրիվ փոխեց իրավիճակը, տասնյակ տարիներ անցել, բայց այդ զենքը շատ պետությունների զինանոցում որպես Բրենդ կա։ նույնն էլ կասեի հենց լավաշի հոսքագծի մասին մեր։ Շատ նադյոժնի оборудование։ Եվ եթե հաշվի առնենք, որ խոսքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված բրենդի մասին է հայկական, ապա այդ գործը առաքելություն է։ Այո։ Շատ շնորհակալություն պարոն Ենգիբարյան այս անկեղծ զրույցի համար եւ ձեր կյանքի ոգեշնչող պատմության համար եւ այն ամենի համար, ինչ անում եք, որ մեր արժեքները ճանաչվեն ու գնահատվեն աշխարհում։ Ես մաղթում եմ, որ ձեր գաղափարները շարունակեն բացել նոր դռներ եւ մեր հրաժեշտին Մարաշի այս շքեղ խմորեղենի հավաքածուն ձեր զավակներին, ձեր տիկնոջը, ձեր ծնողներին։ Շատ մերսի։ Շնորհակալ եմ։